Հայաստանի նորագույն պատմության մեջ եւ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք տեղի ունեցավ մի երևույթ, որը ոչ միայն աննախադեպ էր, այլև ցնցող։ Հարձակում մեր ինքնության ամենահին ու կայուն հիմնասյուներից մեկի՝ եկեղեցու վրա։ Այո, միայն այս թրքահպատակ խմբակը կարող էր հատել այնպիսի կարմիր գծեր, որոնք նախկինում անգամ պատկերացնել հնարավոր չէր։ Եվ ամենաեղկելին այն էր, որ այդ արարքը փորձ արվեց ներկայացնել իբր եկեղեցին մաքրագործելու կամ վերափոխելու գործընթաց։ Պարզ է, չէ, որ հայրենիքից ու ինքնությունից հեռացած այս խմբակը մեկ օրում եկեղեցասեր կամ հավատացյալ չդարձավ։ Իրենց վարքագիծը, բառապաշարը, գործողությունները եւ թիրախավորումները հստակ ցույց են տալիս, որ ամբողջ գործընթացի նպատակը մեկ բան է՝ թուլացնել եւ ոչնչացնել եկեղեցին որպես ազգային դիմադրության եւ ինքնության կենտրոն։ Հոգևորականների նկատմամբ կիրառվող ճնշումներն ու հետապնդումները, հրապարակային վարկաբեկման արշավները, եպիսկոպոսների կալանավորումները, իրավական ճնշումները եւ համակարգված քարոզչությունը այս ամենի բաղադրիչներն էին։ Բայց այս ամենը ոչ թե արդեն սովորական դարձած սխալ քաղաքական որոշումների շարք էր, այլ հետևողական քաղաքականություն, որը վտանգում է երկրի հոգևոր ինքնությունը։ Եվ այսպես, անհայրենիքների այս խմբակի կողմից ազգային արժեքների եւ ինստիտուտների ծրագրված ապամոնտաժումը, որի թիրախը դարձել է եկեղեցին, մեր պատմական հիշողության, դիմադրության եւ ինքնության կրողը, ունի հատուկ նպատակ։ Պատվիրատուները հայտնի են, դե իսկ պատվեր կատարողները իրար հերթ չտալով անպատկերացնելի ձևով են լծվել հակաեկեղեցական այս արշավին։ Ադրբեջանի Շեյխու Իսլամ Ալաշուքյուր Փաշազադեի հայտարարությունը, որով հայ առաքելական եկեղեցին ներկայացվեց որպես սպառնալիք տարածաշրջանի համար, հստակ քաղաքական ազդակ էր, Բաքվից ուղղված Երևանին, եւ այդ ազդակը կայծակնային արագությամբ արձագանք գտավ Բաքվի ադմինիստրատիվ ապարատի, Նիկոլի իշխանության մոտ։ Ալիևի խամաճիկը սկսեց հրապարակել մերժողական, արժեզրկող եւ խիստ տոնայնությամբ գրառումներ ուղղված հայ առաքելական եկեղեցու հոգևորականությանը։ Այդ գրառումների լեզուն ոչ միայն անընդունելի էր ազգային ինստիտուտի հանդեպ, այլև բառացիորեն արձագանքում էր Բաքվի հռետորաբանությունը։ Այնինչ տեղի չէր ունեցել նույնիսկ Հայաստանի ամենաբարդ եւ ճգնաժամային շրջաններում, Նիկոլի իշխանության օրոք տեղի ունեցավ ամենաճղճիմ եւ ստոր մեթոդներով։ Բարձր աստիճանի հոգևորականների նկատմամբ հարուցված քրեական գործերը, նրանց նկատմամբ ուժային մեթոդներով իրականացված գործողությունները եւ հրապարակային թիրախավորումները ձևավորեցին մի գործընթաց, որի իրավական հիմնավորումը նույնիսկ մասնագիտական հանրույթի գերակշիռ մասը գնահատում է որպես թույլ, անհամաչափ եւ ակնհայտորեն ուղղորդված։ Սակայն զարգացումների ամենավտանգավոր պահը այն էր, երբ այս ռեժիմն անցավ անթույլատրելի սահմանը եւ ուժային կառույցների ներխուժում եւ հարձակում իրականացվեց մայրաթոռի վրա։ Սև բերետավորների ներկայությունը, փողոցների պարտադրական փակումը եւ ուժի կիրառմամբ իրականացված գործողությունները հատուկ մշակված դրվագներ էին Բաքվի համար, որ պատվիրատուն ավելի գոհ ու երջանիկ լինի։ Այս գործողություններով հատվեցին ոչ միայն իրավական, այլև բարոյականության բոլոր սահմանները։ Երբ ուժ է կիրառվում ոչ թե ազգային անվտանգությանը սպառնացող կառույցի, այլ ազգային ինքնության, հոգևոր ու պատմական շարունակականության կենտրոնի նկատմամբ, դա արդեն ոչ միայն դավաճանություն է, այլ անշրջելի վնաս ուղղված ազգային ինստիտուտին։ Սակայն պետք է արձանագրել ամենակարևորը։ Այս ամբողջ գործընթացում թիրախը երբևէ չեն եղել առանձին հոգևորականները կամ նույնիսկ Գարեգին II կաթողիկոսը։ Թիրախը հայ առաքելական եկեղեցին է, որպես ազգային ինքնության, պատմական հիշողության եւ պետականության շարունակականության հիմնասյուն։ Եկեղեցու հեղինակազրկումը, կառույցի դեմ համակարգված ճնշումը եւ ներսից թուլացնելու փորձերը դա մեր ազգային անվտանգության դեմ ուղղված գործողություն է, որտեղ արտաքին հրահանգն արագ վերածվում է ներքին քայլի։ Եվ եթե Արցախը հանձնելը հարված էր մեր տարածքային ամբողջականությանը, ապա եկեղեցու դեմ կազմակերպված արշավը հարված է ազգային ինքնության սրտին։ Այս գործընթացը լիովին համապատասխանում է Ադրբեջանի եւ Թուրքիայի երկարամյա նպատակներին՝ թուլացնել հայկական ինստիտուտները, քայքայել ազգային դիմադրողականությունը եւ զրկել ժողովրդին իր պատմական արժեքներից։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի իրար հաջորդող շրջագայությունները մարզեր, որտեղ նա փորձում է կազմակերպել ֆեյք պատարակներ, ոչ այլ ինչ են, եթե ոչ պառակտիչ, վտանգավոր եւ խայտառակ քայլեր։
Սա փորձ է ստեղծելու հակադրություն մայրաթորին, ձևավորելու այլընտրանքային հավատավոր միջավայր եւ փորձելու ներսից մասնատել եկեղեցական համերաշխությունը։ Սակայն կա մի հանգամանք, որը պետք է հստակ արձանագրել։ Հայոց եկեղեցին իր գոյության ամբողջ ընթացքում երբեք չի կործանվել արտաքին կամ ներքին ճնշմամբ։ Դա չի հաջողվել ոչ օտար նվաճողներին, ոչ կայսրություններին, ոչ բռնատիրություններին, ոչ ներքին թշնամուն։ Ուստի չի հաջողվելու նաև հիմա։ Ոչ մեկին, ոչ մի իշխանության, ոչ մի ժամանակաշրջանում տրված չէ այն ուժը, որը կկարողանա քանդել հայ առաքելական եկեղեցու հիմքերը։ Քանի որ այդ հիմքերը չեն կառուցվել ժամանակավոր ղեկավարների ձեռքով, այլ ժողովրդի հավատով, պատմության եւ հազարամյակների մշակույթով։ Միացիր Թելեթոն դրամահավաքին եւ քո մասնակցությամբ մերժիր ինքնության քայքայումը։